մարդուն լավ աշխատող տնօրենին աշխատանքից կարելի է համել, հա, դուք մի անգամ եկել եք, նայել եք, ձեր երեխայի ձեռքը բռնել եկել նայել եք մեր ներկայացումը, տեսել եք ինչ զգեստներ են, տեսել եք ինչ ձևավորում է, նայել եք, ոչ ոք չեք նայել, ոնց եք այդպիսի հրամաններ տալի, եւ հետո այդ ինչ բան է, հրավիրատոմսով մարդ չընդունել, չթողնել մտնել թատրոն, երբ որ բոլոր թատրոններում դա ընդունված բան է, ես 60 տարի աշխատում եմ, այսպիսի բան չէի տեսել, առաջի անգամ եմ տեսնում, որ հրավիրատոմս վերցնելու համար տնօրենին պետք է ասես, տնօրենը պետք է ասի քաղաքապետին, քաղաքապետն էլ պետք է թույլ տա, արդյոք կարելի է վերցնել, կարելի է տալ թե ոչ։ Բայց այդպիսի ընթացակարգ չկա, եթե ես սխալ չեմ, չկա այդպիսի ընթացակարգ եւ ում պիտի զանգեր քաղաքապետ Ավինյանին։ Չգիտեմ ում ենք զանգելու, չգիտեմ, դե որ բան է, որ այդպիսի հրաման տվել են, այդ հրաման տվողին զանգենք, ասենք, մի հատ պարոն Ավինյան։ Բայց նա նույնիսկ մեր զանգերին չի պատասխանում, մինչդեռ նրանք պարտավոր են հասանելի լինել նաև լրագրողների համար։ Նրանք ասում եմ ձեզ, իսկի թատրոն չեն մտնում, որ իրենց թատրոնն է։ Դուք Ավինյանին, քաղաքապետ Ավինյանին, տեղակալներին, եթե իհարկե ճանաչում եք։ Ոչ մեկին չեմ Այդ նույն ճանաչում։ Գոշա Սարգսյանին, ով առաջարկել է տնօրենի պաշտոնանկանել, նրանց երբևէ չեք տեսել հանդիսատեսի շարքերում։ Ոչ։ Պրեմիերաներ եք ունեցել։ Ոչ, ոչ մի անգամ չենք տեսել։ Բայց աշխատավարձերը չտալը դա չէր նշանակում, որ հաջորդ քայլը սա է լինելու։ Այսինքն տարված աշխատավարձերի պաշտպան։ Ես ձեզ անկեղծ ասեմ, երբ որ այդ բանը եղավ, այս աշխատավարձեր որ չէին տալի, իմ մտքում մի բան ցակեց, ասի սրատակ վատ բան, ավելի վատ բան կա։ Սպասում եք այսինքն։ Սրատակ ավելի վատ բան կա, բայց այսպիսին բոլորովին չէի սպասում։ Այսինքն նշանակում է կուտակեցին աշխատավարձերը, հետո բացատրեցին, թե իբր տեխնիկական հարցեր էին եւ այլն, բայց իրականում փորձում էին ձեզ հրահրել տնօրենության դեմ, ճիշտ է։ Չգիտեմ, չեմ կարող ասել, 3 ամիս մեր տնօրեններ, մեր աշխատած եկամուտներից աշխատավարձ էր տալի։ 3-րդ ամիսը եկավ ամսի 17-ը աշխատավարձ չէինք ստացել, 1000 բան կա, ուրիշ բան չէ, տան վարձերը պետք է մուծեինք, ուրիշ որ լույս չկտրեին, գազ չկտրեին։ Հասկանում եք։ Ձեզ համար վիրավորական չէ, վաստակավոր դերասան եք։ Ժողովրդական դերասան, ես վաստակ իմաստով եմ ասում, ոչ թե կոչման։ Դուք վիրավորված չեք, որ նրանք, ովքեր որոշումներ են ստորագրում, գոնե մեկ անգամ ձեզ հետ չեն եկել բացատրվել, գուցե ձեզ համար էլ հասկանալի լիներ։ Եվ հետո, այսպես անվանի մարդկանցով նստած քննարկում, վերլուծում եք եւ անգամ չեք ճանաչում նրան, ով որոշում է ձեր փոխարեն։ Ես այսպես եմ մտածում, էլի, չգիտեմ, որ այսօր այս ժամանակներում ոչ մենք ենք պետք այս երկրին, ոչ էլ մեր արածը։ Դերասանն ով է։ Ինչ դերասան։ Բայց դուք այդքան հանդիսատես ունեք։ Հանդիսատեսին պետք ենք, վերաբերմունքն ենք ուզում, որ ես ասեցի, մի անգամ եկել են, մի լավ խոսք ասել են, որ կեցեք, որ դուք այսքան երեխայի եք սպասար։ Բայց հիմա ինչ եք պատրաստում անել, նշեցին ձեր գործընկերներից, որ այս ամենը նաև հետևանքներն են, որ չմիացեք ժամանակներնակ թատրոնին, որը փակվեց, հիմա ինչ եք պատրաստում անել, արդյոք եթե ձեզ չմիանան, դա ճիշտ կլինի, թե ոչ։ Այսինքն ձեր մյուս արվեստագետները ակնկալում եք, որ կմիանան ձեզ եւ ձեզ հետ դիմադրություն կցուցաբերեն, այսպես պաշտոնյաների որոշումների համար, թե չեք սպասում այդ Չեմ կարծում, որովհետեւ չգիտեմ, անկեղծ ասեմ։ Իսկ դուք ձեր ներքին որոշումը կայացրել եք, ինչպես հասկացա, երեկվանից այս բոթը ունեք այդ։ Նոր բանը, Էմինը ասեց, չէ, պետքա գրվի այդ բոլորը ինչ որ մենք ասեցինք, այդ բոլորը պետքա գրվի, ուղարկվի, երևի քաղաքապետին, որ նայեք ձեր աշխատողները, ինչպեսի անտրամաբանական որոշումներ են կայացնում։